Նարեկացի արվեստի միությունում բացվել է Բերք ու բարիք խորագրով ցուցահանդես։ Ներկայացված են Վրաստանում մեծացած հայ գեղանկարչուհու Լանա Պոչիկյանի ռեալիստական ստեղծագործությունները։ Միտքը մոտավորապես կես տարի առաջ ծագեց, ուզում էի ստեղծել խաղողների հավաքածու ու մտածեցի, որ շատ ճիշտ ու գեղեցիկ կլինի մեր եկեղեցական տոնին խաղողորդներին կազմակերպել նման միջոցառում։ Որոշեցինք համատեղ, որ շատ լավ գաղափար կլինի, տոնին համահունչ թեմատիկ ցուցադրություն կլինի։ Եվ այդպես իրականացրեցինք եւ իսկապես շատ համահունչ էր, շատ տպավորիչ ու արտահայտիչ ցուցադրություն ստացվեց։ 16 տարվա նկարչական փորձով արվեստագետը չի դադարում նորի փնտրտուքը, իր վրացի վարպետից հատկապես շատ բան է սովորել։ Նրա տեխնիկաները կիրառում է իր արվեստում՝ խաղողը, հայկական խորհրդանիշ նուռը, սերկևիլը եւ մյուս մրգերը նկարչուհու խորհրդանշական նվերն են ցուցահանդեսի եկած այցելուներին աստվածածնի փոխակերպման տոնին։ Ֆոնը ընդգծում է հենց առարկանը, գլխավոր առարկան խաղողը, հենց այդպես էր ուզում ստացվեր։ Սա երկրորդ անհատական ցուցահանդեսն է, առաջին ցուցահանդեսը եղել է անցած տարի։ Ցուցահանդեսի համադրող Տաթևիկ Համբարձումյանը նկարչուհուն ճանաչում է վաղուց, ընդգծում է նրա ռեալիստական մոտեցումները աչք են շոյում։ Ինձ շոյեց որպես հայ արվեստաբան, ես ասի չես ուզում Վրաստանում ցուցադրել, ասեց չէ, ինձ թվում է իմ հանդիսատեսը Հայաստանում է, ինձ ձգում է այստեղի ճանաչումը, ուզում եմ այստեղ կայանալ։ Բերք ու բարիքի այս ռեալիստական հրավառությանը արվեստասերն ականատես կլինի մինչև օգոստոսի 22-ը։ Յուրա Վահանյան, Արամ Հարությունյան, լուրեր։